Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Ազատ հարթակի հերթական հյուրս Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանն է։ Ողջույն Տիկին Հակոբյան, Արցախի Հանրապետության մեր քաղաքացիները բռնի տեղահանումից հետո հայտնվելով Հայաստանի Հանրապետությունում 1.5 տարուց ավելի օգտվում էին կառավարության սոցիալական 40+10-ական ծրագրից։ Ապրիլ ամսից այդ ծրագիրը դադարեցվելու է եւ այն այլ ծրագրերով որոշակի խմբերի վրա է իրականացվելու։ Ձեր հանդիպումներում Արցախի մեր հայրենակիցների դժգոհություններն ինչպիսին են։ Գիտեք, իրականում մենք 1.5 տարվա ընթացքում ավելի շատ խոսել ենք աջակցությունից, ավելի շատ խոսել ենք սոցիալական ծրագրերից եւ այդ ընթացքում բաց ենք թողել մի շատ կարեւոր բան, որ եւ դա տպավորություն է ստեղծվել, որ հենց արցախցիների ամենամեծ երազանքը ինչ որ սոցիալական ծրագրերից օգտվելն է։ Բայց իրականում այդպես չի, որովհետեւ գիտակցումը բոլորի մոտ, արցախցիների մոտ եղել է, որ ցանկացած սոցիալական ծրագիր, որ իրականացվում է, դրա մեջ անպայման պիտի լինի դեպի բնորան կամ բնորան վերադարձի բաղադրիչ։ Այսինքն դիտարկվում է որպես ժամանակավոր ծրագրեր, մինչ արցախցիների հավաքական վերադարձը իրենց բնորան։ Այսպես է ընկալվել արցախցիների մոտ։ Եվ իրականում դա դիտարկվել է որպես հնարավորություն գոյություն պահելու, պաշտպանելու հայրենիքի այս հատվածում, մինչ իշխանությունները որևէ քայլ կանեն արցախցիների իրավունքի մասով, ինչը վերաբերում է վերադարձին, նորից կրկնեմ։ Եվ ժամանակը, իհարկե դա քաղաքական ուժերի մոտ կամ մեր մոտ չկար այդ ընկալումը, մենք հասկանում էինք, որ որոնք են այս իշխանությունների նպատակը եւ ընդհանրապես իրենց օրակարգում չի եղել, չկա ու չի լինելու արցախցիների իրավունքների պաշտպանությունը։ Եվ ամեն դեպքում ժողովուրդը ինքը իրենով հասավ, մոտ 1 տարվա ընթացքում կամ 1 տարի հետո հասավ այն ունեցավ այն զգացողությունը, որ այս իշխանությունները բնավ նպատակ չունեն իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու եւ դրա վառապացույցը նաեւ այո սոցիալական այս ծրագրերի ընդհատումն է։ Ինչու՞, որովհետեւ եթե կա process, քաղաքական process այդ իրավունքների պաշտպանության, ապա դրան զուգահեռ սոցիալական process-ները բնական է գնալու էին դրան համապատասխան։ Դրամական աջակցություն զուգահեռ բնակարանային ծրագիր ապահովման, բայց ոչ այն ապահովման ծրագիրը, որի մասին իրենք են խոսում։ Այսինքն Արցախցին այստեղ նաև չէր դիտարկում սեփականություն, ունեցվածք Հայաստանի Հանրապետությունում շքեղ ապրոստ, ոչ, արժանապատիվ կեցություն, ինչը իր մեջ ներառում է նաև այդ տանիք ունենալու հնարավորությունը, իհարկե ոչ որևէ մեկը էլի եմ ասում մեզնից չէր դիտարկում, որ դա պիտի լինի սեփականության սկզբունքով, որովհետև այդ պարագայում էր հենց վտանգը, որ այլևս հետ վերադարձի խնդիրը դուրս կմնա օրակարգից։ Բայց իշխանությունները այդ ամենը այսպես հարթելով իրենց օրակարգում բերեցին, հասցրեցին ի վերջո տարի ու կես հետո նրան, որ տարի ու կես արցախցին իր համար նստած, ամենայնպես իրենք այսպես են ներկայացնում, նույն սոցիալ-նախարարի շուրթերից կամ փոխնախարարների խոսքից կարող ես դա հասկանալ, ինչը եւ ցավոք սրտի շատ մեր հայրենակիցներ հենց այդպես էլ ընկալում են Հայաստանում, որ շատ լավ էր էլի տարի ու կես իրենց համար 40+10 ստանում էին զուգահեռ, տեսեք մենք իրենց համար աշխատանքային ծրագրեր ենք արել, բնականային ապահովման հարցն ենք լուծել, բայց իրենք այնքան երախտամոռ են, կռիվ են տալիս, ասում են շարունակեք սոցիալական ծրագրերը, գումարած դրան չեն օգտվում բնակարանային ծրագրից։ Այսպիսին է այս իշխանությունների նկարագրածը արցախցիների մասին, որը ինքը ցույց չի տալիս իրականությունը։ Ծրագիրն ըստ երևույթին պետք է դադարեցվեր, երբ արդեն հստակեցված լիներ, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիքին ապահովել են բնակարանով, ճիշտ է։ Տրամաբանորեն այո, այդպես է եւ նայեք, ես ինքս մասնագետ չեմ, այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց շատ լավ եմ պատկերացնում, նաեւ զրույցների ընթացքում այդ ոլորտի մասնագետների հետ, որոնք միանշանակ փաստում են այն հանգամանքը, որ այս իրավիճակում իհարկե պետք է լուծվեր տանիքի խնդիրը, նոր այնուհետև սոցիալական աջակցությունների դադարեցում
զարգացումը լիներ, որովհետև այսօր արցախցիները այնպես չի որ իրենք չեն աշխատում կամ չեն ձգտում աշխատելու, իհարկե շատ-շատերի մոտ եւ մեծամասնության մոտ, եթե այսպես հստակեցնեմ, նաեւ 100,000-ի մոտ հնարավորություն չկա պետական որևէ կառույցներում աշխատելու, որովհետեւ դրա համար պահանջվում է իրենց այդ արտադրած անհասկանալի քաղաքացիությունը, որը ժողովուրդը չընդունեց, որովհետև դրա մեջ էլի տեսավ իր իրավունքների նկատմամբ ոտնձգություն եւ իր վերադարձի մասով, բայց ընդհանուր առմամբ մարդիկ եթե աշխատում են այնպիսի աշխատանք են կատարում, որտեղ մինիմալ վարձատրություն են ստանում եւ դրանով իրենք կարողանում են ապահովել իր ընտանիքի ընդհանրապես սննդի հարցը ոչ ավել, ոչ պակաս սննդի, այսինքն իրենք այդ աշխատած գումարով հնարավորություն չեն ունենալու եւ բնակվարձ տալ եւ կոմունալ վճարումներ կատարել եւ այնուհետեւ փորձել գոնե գոյատևել։ Ի պատասխան դրան, երբ պետական պաշտոնյաներից ասում են, որ բա անհարմար չեք զգում Հայաստանի մեր հայրենակիցների առաջ, ես ասում որ դա եւս իրենց կողմից շահարկումն է եւ ես դա դիտարկում եմ որպես երկու ձև կարող եմ մեկնաբանել, եթե մենք այս իրավիճակում չլինեին, կմտածեի, որ այդ պաշտոնյան նման արտահայտություն անողը ինքը ուղղակի տգետ է, ինքը գիտելիք չունի դրա համար այդպես ասում, բայց քաջ ծանոթ լինելով իրենց վարած քաղաքականությանը ու նպատակներին, հասկանում ես, որ այստեղ էլի նախ այդպես թշնամանք ստեղծելու նպատակ ունեն, իրենց հայաստանցի Ղարաբաղցի հայտնի թեզն են այսպես մեծացնում, մյուս կողմից էլ անբարոյականություն է, այսպես ցեղասպանությունից մազապուրծ եղածին, բռնի տեղահանվածին համեմատել իր ծննդավայրում, թեկուզ եւ սոցիալական խնդիրներով ապրող մարդու հետ։ Այսինքն սա նպատակաուղղված եւս էլի թշնամանք հիմքում էլի թշնամանքն է առաջացնելու համար նման արտահայտություններ են անում, բայց ես ձեզ մի բան ասեմ, որ այո, սոցիալական աջակցությունների կտրուկ դադարեցման դեպքում մենք ունենալու ենք հազարավոր մարդիկ, ովքեր փողոցում են հայտնվելու, դա միանշանակ, որովհետև ընտանիքներ, առնվազն 203 ընտանիք, որի հետ ես արդեն ստաբիլ 1.5 տարի է շփվում եմ, եւ որոնք հենց այդ ծայրահեղ վիճակում ընտանիքներն են զոհված, պայթյունից վառված եւ այլն նման կարգավիճակում գտնվող ընտանիքներ, ես օրինակ որևէ կերպ չեմ պատկերացնում անչափահաս երեխաների հետ մայրը կարողանա գնա աշխատի, որպեսզի կարողանա լրացուցիչ գումար վաստակել եւ կարողանալ գոնե բնակվարձ ապահովել։ Այսինքն խնդիրները բազմաթիվ են, իսկ իրենք այդ ուղղությամբ հաստատ որևէ աշխատանք չեն տարել։ Հայաստանի Հանրապետությունը միացած է Փախստականների պաշտպանության միջազգային կոնվենցիային, որին միացած են նաև միջազգային շատ ու շատ պետություններ։ Արտերկրից եկող միջազգային այս կազմակերպությունների գումարները որտեղ են։ Գիտեք, ըստ օդում կախված լուրերի եւ երբեմն հենց այդ օդում կախված լուրերն են, որպես փաստ ընդունվում ու ընկալվում։ Այո, այդ կոնվենցիային Հայաստանը միացած է, բնական է միացած են այլ պետություններ եւ այդ պետությունները բոլորը իրար նկատմամբ պարտավորություններ ունեն։ Երեք ամենալավ դրա որպես ապացույցը մեր հայրենակիցներից մեկը Facebook-յան գրառում էր արել, որտեղ հենց դրել էր իր ստացած SMS-ի նկարը, որտեղ կարմիր խաչներ վճարել 40+10։ Դա ուղղակի մի փոքրիկ թեթև տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ այս իշխանությունները ներկայացնում են իրենց տարբեր բարձրախոսներով, որ դա արվում է մեր հայրենակիցների հարկերի հաշվին, բայց իրականում դա արվում է միջազգային կառույցների եւ այն երկրների որպես աջակցություն փախստականներին փոխանցված գումարների հաշվին, որոնք եւս այդ կոնվենցիայի շրջանակում ունեն պարտավորություններ։ Սա պարզ տրամաբանությամբ եմ հասկանում։ Իհարկե, մասնագետները շատ ավելի խորը վերլուծություն են սրա տալիս, ինչու օրինակ առ այսօր կառավարությունը որևէ այդ առումով հաշվետվություն չի տվել։ Թող հայտարարի, որևէ գումար չի եկել, եթե եկել է ապա որքան եւ ինչպես է ծախսվել, ինչ ուղղությամբ, ի վերջո, եթե դա նպատակային է, պիտի նաեւ ժողովուրդը տեղյակ լինի եւ մեր հայրենակիցներին չգցեն մոլորության մեջ եւ էլի այսպես ինչ որ միջազգային թշնամանք ստեղծեն իրար նկատմամբ, հա, ինչ որ իրենք այսպես պլանավորած են անում։ Հետեւաբար ես կարծում եմ, որ
բոլոր այն մասնագիտական խմբերը, ովքեր որ ունեն քիչ թե շատ ինֆորմացիա այս առումով, բնական է իրենք կառավարության մեջ են, կառավարության հետ չեմ, որպեսզի կոծկեն, կարծում եմ որ պետք է շատ խոսեն, շատ տան ինֆորմացիա այս ուղղությամբ, որպեսզի Հայաստանի մեր հայրենակիցները եւս հասկանան եւ ընկալեն, որ այս իշխանությունները ոչ թե կեղեքում են միայն արցախցիներին ու տանել չեն կարող, այլ կեղեքում են հենց իրենց, երբ ստում են, որ այս ամենը արվում է ենթադրենք իրենց հարկերի հաշվին։ Եվ եկեք չմոռանանք, որ նաև ժամանակին այն բյուջեն Արցախի, որը ձևավորվում էր Հայաստանի Հանրապետությունում, մի մասն էլ տրամադրվում էր Հայաստանի Հանրապետության կողմից որպես միջպետական վարկ, այդ գումարը բավականին մեծ 150 միլիարդի մասին է խոսքը տարեկան, որը այսօր որևէ կերպ չի խոսվում դրա մասին, չի շոշափվում։ Հայաստանի Հանրապետությունը միշտ նախատեսված է եղել 150 միլիարդը եւ արցախցիներով ձևավորվել է այդ բյուջեն։ Հիմա եւս հայ եկեք ընդունենք, որ ձևավորվում է այդ բյուջեն, որովհետեւ արցախցիները հիմա Արցախում չեն, այստեղ են եւ այդ դրամական շրջանառությունը տեղի է ունենում այստեղ։ Վերջ աշխատում են այստեղ։ Աշխատում են այստեղ եւ եկեք չմոռանանք, որ այդ 40 պլյուս 10-երով բնակ վարձերը եւս տրվում էր Հայաստանի մեր հայրենակիցներին, որից եւ նորից հարկեր էին գնում, հա, պետբյուջե։ Հետեւաբար այսօր խոսել, որ արցախցիները բացի են, որ Արցախը իրենց համար բեռ էր, իրենք իրենց մեջքից գցեցին այդ բեռը, հիմա էլ արցախցիներն են բեռ դարձել Հայաստանի իշխանությունների կամ ժողովրդի վրա, որին պետք է էլի գցել մեջքից։ Այսինքն սրանք բոլորը կեղծ սուտ թեզեր են, որը իրականում վնասում է ես չգիտեմ արդեն ավելի շատ Արցախցուն, թե հենց Հայաստանում մեր հայրենակիցներին ու Հայաստանի Հանրապետությանը։ Փոխարինվող սոցիալական այդ ծրագրերը, որոնք որոշ սոցիալական խմբերի վրա են իրականացվելու տեղեկացված եք ինչ ծրագրեր են դրանք։ Ես ասեմ, որ այստեղ իրենք չեն հաջողել։ Եվ այն այսպես ծրագրերը, որը դեռևս նախագծեր էին, եւ որի մասին իրենք միշտ թեթև չափաբաժնով այսպես ինֆորմացիա էին տալիս երբեմն շրջանառվեց, որ բոլոր կենսաթոշակային այդ տարիքը անցած անձանց, առաջի երկրորդ խումբ հաշմանդամներին, մինչև 18 տարին լրացած երեխաներին 40,000 դրամ են տալու, կարծեմ 2 թե 3 ամիս, որից հետո 30,000 չգիտեմ ինչքան ժամանակով, հետո մեկ էլ երբ Արցախցիների պաշտպանության խորհուրդը, իրավունքների պաշտպանության խորհուրդը առաջին անգամ հանդիպում ունեցավ Տիգրան Խաչատրյանի հետ, հիշում եք, կառավարության շենքի դիմաց բավականին էլի արցախցիներ հավաքված էին, այդ օրը հայտարարեցին, որ դրանք փոխարինվում են այլ ծրագրերով, պիտի հաշվարկվի ընտանիքի ընդհանուր եկամուտը, եթե յուրաքանչյուր անդամին 55,000-ից պակաս է, ապա ընտանիքին տրամադրվելու է լրացուցիչ 70,000։ Անկեղծ ասած, փորձել եմ ամբողջ օրը տրամաբանորեն հասկանալ, օրինակ ինչպես են իրենք որոշելու որն է ընտանիքը։ Այսօր արցախցիներ կան Գերդաստանով են ապրում։ Այսօր արցախցիներ կան 2 հոգով են ապրում, 3 հոգով են ապրում։ Այսինքն ի սկզբանե սրանք պոպուլիստական հայտարարություններ են նաև, որը վստահաբար եմ ձեզ ասում, հենց փորձեն նույնիսկ առաջի քայլը անելու, իրենք տապալելու են այդ գործընթացը, որտեղ դա ուղղակի անհնարին գործընթաց է։ Սրանք խոսքեր են, որոնք իրենք շռայլում են, ավելի շատ վստահ եմ Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Եվ նաև սա իր հերթին մյուս կողմից էլ աշխատանքի իմիտացիա է ստեղծում։ Բոլորին թվում է, որ իրենք ամբողջ օրը նստած մտածում, ամբողջ օրը աշխատում են, բայց սա իմիտացիա է, որովհետև ես կարծում եմ նման ծրագրեր երևի մտքով կանցնի դպրոցահասակ երեխայի մոտ, ով լավ չի պատկերացնում, ինչ է նշանակում ընդհանրապես սոցիալական ծրագրեր կամ բռնի տեղահանված անձանց գոյություն քո երկրում։ Այսքանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ է ձևավորվել, որը վերջերս հանրահավաք կազմակերպեց Ազատության հրապարակում։ Խորհուրդը երեկվանից հանդիպումներ է կազմակերպում տարբեր քաղաքական գործիչների, ուժային կառույցների, ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ։ Նպատակը որն է։ Առաջի հանդիպումը քիչ առաջ որ խոսեցի փոխվարչապետի հետ, իհարկե դա միգուցե հանրությունը լիահույս էր, հա, որ այնտեղից լավ լուրերով դուրս են գալու։
բայց մենք բոլորս գիտեինք, ամենայնիվս քաղաքական խելամիտ ուժերը հասկանում էին դա ինչ հետևանք է ունենալու եւ ինչ պատասխան են ունենալու, որովհետեւ ի սկզբանե քաղաքական օրակարգից արցախցիների իրավունքների պաշտպանությունը հանված է այս կառավարության մոտ, այս իշխանության մոտ եւ ամեն ինչ սկսած ինչու՞ չէ դեռևս երբ մենք շրջափակման մեջ էինք, ամեն ինչ դիտարկվում էր որպես սոցիալական էր մոտեցումը մի խոսքով, հա, փոր լցնելու, այսպես ինչ որ ծրագրեր էին, դեռևս երբ որ մենք էինք Արցախում եւ շրջափակման մեջ։ Բնական է, որ պաշտոնյաները, որոնք հանդիպել էին խորհրդի անդամների հետ, այնտեղ դա չեն էլ թաքցրել եւ ասել էին, որ ձեր պահանջներից դիտարկելու ենք միայն սոցիալական ծրագրերը եւ որևէ այլ ծրագիր, որևէ այլ պահանջ չի քննարկվելու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պահանջները ըստ էության իրենք 12 կետ էին, բայց ըստ իս եթե դա ներառում ենք, ինքը 3 մեծ փունջ է դառնում պահանջների, որը սոցիալական այսպես արժանապատիվ կեցության հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում մինչ մեր հավաքական վերադարձը Արցախ, ասեք իր մեջ հենց սոցիալական բաղադրիչն էլ կար։ Եվ մյուս կարևոր հարցը պահանջը մեր գերիների եւ պատանդարված անձանց հետ վերադարձի մասով աշխատանքների կատարում այդ ուղղությամբ եւս բան։ Ըստ էության սրանք այն պահանջներն էին, որոնք մնացած կետերը եւս ներառում էին, իրենք այս բոլորից դիտարկում են միայն սոցիալական մասը եւ առաջի հանդիպման ժամանակ, այսպես իրենց որոշման մասին էին ասել։ Այնուհետև դրանից հետո փաստորեն խորհրդի անդամները իջան, այնուհետև հաջորդ օրը երեկոյան եւս մարդիկ հավաքված էին Ազատության հրապարակում, այդպես գրքեր էր, քննարկումներ էր, խառը, հա, հանրային սեկտոր, քաղաքական, բոլորը, մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետության, այնուհետև մյուս օրը խորհուրդը արդեն հայտարարությունը տարածեց, որ անցնում են հաջորդ փուլին եւ այդ փուլը բնական է ինքը մանրակրկիտ պլանավորման կարիք ունի եւ սա մեծ պատասխանատվություն է, որ այդ խորհուրդը այդ երիտասարդները իրենց ուսերին վերցրել են, հետեւաբար պետք է հստակ հաշվարկված քայլեր որևէ սխալ թույլ չտալու համար, իսկ սխալների հնարավորությունը շատ է, վտանգները շատ մեծ են, որովհետեւ բնական է այս իշխանությունները փորձելու են այդ հավաքի արդյունքները հետագան օգտագործել հոգուտ իրենց իշխանության։ Հիմա ասեմ ինչպես դա կարող է տեղի ունենալ։ Կասեմ այսինքն ընթացքում։ Եվ արդյունքում որոշում են կայացրել խորհրդում, որ պետք է հանդիպումների շարք սկսել, խորհրդատվությունների շարք սկսել բոլոր քաղաքական ուժերի հետ, դա եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ հասարակական ակտիվի հետ, հանրային դեմքերի հետ։ Առաջին ամենակարևոր նպատակը այս ամենի նախ լայն համախմբումն է եւ այս փուլում արդեն ես կարծում եմ, որ շփիտի էլ դիտարկենք արցախցիները դուրս են եկել պայքարի։ Պետք է դիտարկենք հայը դուրս է եկել պայքարի, որտեղ այս ընդհանուր առմամբ ինքը հայի իրավունքի մասին է։ Եվ հաջորդը բնականաբար մանրակրկիտ, որովհետև կոնկրետ մեր քաղաքական ուժը այս process-ում ամենագլխավոր վտանգը որ տեսնում է, որ կարող են հենց այս իշխանությունները անել, դա օգտագործել ակտիվությունը երիտասարդության, օգտագործել հանրահավաքը ոչնչացնելու համար Արցախի պետական ինստիտուտները։ Դա ընդհանուր առմամբ ինքը գլոբալ խնդիր է ու մեծ վտանգ է, այն առումով, որ այսօր միջազգային հանրության մեջ կա ընկալում արցախցիների իրավունքի մասով վերադարձի եւ այն կառույցը, որը ըստ էության ստեղծեց Արցախի Հանրապետության ազգային ժողովը, դա արցախցիների իրավունքների պաշտպանության հանձնախումբն է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, որը տարբեր միջազգային հարթակներում, տարբեր երկրներում շատ ակտիվ է 1.5 տարվա ընթացքում գործունեություն ծավալել է ու շարունակում են առավել ակտիվությամբ ծավալել, որովհետև հաջողություններ են բազմաթիվ այս ճանապարհին գրանցում եւ իրենց դիտարկումներում, հանձնախմբի հետ հանդիպումներում իրենք շատ կարեւորում են այն հանգամանքը, որ միջազգային կառույցներում կարևոր նշանակություն է ունենում այդ
հանդիպումների ընթացքում ինստիտուտների գոյությունը Արցախի Հանրապետության, հա, նախագահի ինստիտուտ, ազգային ժողով եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իշխանությունների կոկորտին է, հա, կոնկրետ կամ ինչպես իրենք են սիրում ասել, թոք է Արցախի պետական ինստիտուտները։ Եվ այո, հենց այս փուլում իրենք կարող են այդ ամենը տանելով, մցնելով սոցիալական դաշտ զուտ, դարձնելով փորի պայքար եւ մասնակի, ինչու՞ չէ, նաեւ բավարարելով դա երկու խնդիր կլուծեն։ Նա մեր հանրությանը ցույց կտան, որ տեսեք, արցախցիները բնավ հայրենիքի կռիվ չէր, փորի կռիվ էր, մյուս կողմից իրենք շատ հանգիստ կկարողանան վերջը դնել պետական ինստիտուտներին Արցախի։ Տիկին Հակոբյան, հայաստանյան իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի եւ Արցախցու վերադարձի իրավունքի հարցը իրենց օրակարգից դուրս մղեն, նաեւ պաշտոնական հայտարարություններով են արդեն հանդես գալիս։ Ինչ միջոցառումներ եք դուք որպես падգամավոր Արցախի պետական կառույցներ, ինչ աշխատանքներ են տանում այս առումով։ Այո, մենք ականատես եղանք շատ տգեղ մի երևույթի, երբ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հայտարարություն տարածեց պաշտոնապես նախ նորից, հա, այն որ մի երկ գիտեն, այդ 50 երկ գիտեն, 50-ն էլ որ Արցախի Հանրապետությունը հանձնել են Արցախի իշխանությունները, անընդհատ նույն թեզը առաջ տանելով, ինչին ի պատասխան Արցախի տեղեկատվական շտաբը երեկելի հայտարարություն տարածեց, որտեղ կարծում եմ իր դիրքորոշումը, կոնկրետ նախագահի դիրքորոշումը հստակ կար, բավականին նորմալ դիրքորոշում էր, կոշտեր կոպիտ էր։ Ես դրա այլ ուղղությամբ եմ նայում, որովհետև տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ ի պատասխան ԱԳՆ-ի այն հանգամանքին, որ դուք ինքներդ եք լուծարել Արցախի Հանրապետությունը, այնտեղ ասվում է, որ այդ փաստաթուղթը չի հրապարակվել, այնուհետև դրան հերքող փաստաթուղթը եւս նույն հարթակում է հրապարակվել, եթե հրապարակվել է, որից հետո տեղեկատվական շտաբը արդեն հայտարարում է, ասում է, որ որևէ պաշտոնյա չի կարող լուծարել պետությունը։ Իհարկե դա բոլորս գիտենք, դա գիտի Նիկոլ Փաշինյանը, դա գիտեն իր խուրջինները, որովհետև ես շատ եմ այդ օրինակը բերում, դուք պատկերացրեք վաղը օրինակ կամ այսօր մեկ էլ լսում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի մտքով անցել է Հայաստանը լուծարել։ Հնարավոր է այդպիսի բան, ինքը ինչ որ մի տեքստ գրի, տակը ստորագրի ու համարեն լուծարված։ Իհարկե հնարավոր չի, բայց դա դնենք մի կողմ, եկեք ընդունենք, որ իրենք ճիշտ են, այսինքն հա, կա նման փաստաթուղթ եւ այդ փաստաթղթով Արցախի իշխանությունները լուծարել են Արցախի Հանրապետությունը։ Եվ եկեք նայենք դրա պատմությունը։ Դա տեղի ունեցել Ադրբեջանի ուժի կիրառման արդյունքում, ճիշտ է, երբ Ադրբեջանը պահանջեց, որ Արցախում նախ իդեպ իրենք սկզբում պահանջում էին, որ ազգային ժողովը դա անի, գիտակցելով, շատ լավ հասկանալով, որ ավելի լեգիտիմ ընթացք ինքը կունենա, դա կստացվի ժողովրդի անունից։ Ինչին դեմ գնացին, ի վերջո որևէ падգամավոր չմտավ ազգային ժողով եւ այդպես էլ հնարավոր չեղավ այդ փաստաթղթի շուրջ որևէ նույնիսկ քննարկում անել, դա մի կողմ։ Շարունակեց Ադրբեջանը պնդել, Սամվել Շահրամանյանը, Արցախի Հանրապետության նախագահը հասկանալի պատճառներով գրեց, ստորագրեց։ Ադրբեջանը դրանից հետո մենք չենք լսել, որ մեկ անգամ գոնե անդրադառնա այդ փաստաթղթին։ Ինչու՞, որովհետև այն երկիրը, այն կառույցը, այն անհատը, այն քաղաքական ուժը, ով անդրադառնում է այդ փաստաթղթին, ստացվում որ ինքը ընդունում է, որ այո, կա Արցախի Հանրապետություն, կամ առնվազն եղել է 30 տարի։ Հետևաբար Ադրբեջանը չէր անդրադառնալու դրան, որտեղ դրանով կստացվեր, որ ինքը փաստացի ընդունում է Արցախի Հանրապետության գոյությունը։ Բայց հարց, բա ինչու էր ուզում այդ փաստաթուղթը։ Տրամաբանորեն է, չէ, որ արդեն մենք գալիս ենք այն մտքին, որ դա էլի համատեղ Ադրբեջան-Հայաստան իշխանությունների համատեղ քննարկման արդյունքում Հայաստանի իշխանությունները ստանում էին խաղաթուղթ կամ հաղթաթուղթ, որը հետո անընդհատ որպես զենք պահում էին արցախցիների ճակատին։ Սա տրամաբանական է ինձ թվում է, որովհետև
Առաջին իսկ օրվանից այդ փաստաթղթի մասին խոսում են մենակ Հայաստանի իշխանությունները, ես չեմ լսել այլևս որևէ դա կլինի մեր հանրությունը, դա կլինի, չգիտեմ, այլ պետություններ, որևէ մեկը, որը խոսի այդ մասին։ Խոսում են միայն իրենք։ Հետևաբար սա մի փաստաթուղթ է ստեղծվել զենքի ուժի ներքո, որպեսզի դա օգտագործեն Հայաստանի իշխանությունները։ Ես միանշանակ այս կարծիքին եմ մնում։ Հաջորդ իրենց ԱԳՆ-ի հայտարարության մեջ տարածել էին մի բան, որ ինչ անեն իրենք, եթե ժամանակին անընդհատ առաջարկել են հարթակներ են ստեղծել, որտեղ կարող էին բանակցել Արցախի ներկայացուցիչները եւ Ադրբեջանի ներկայացուցիչները ու քանի որ Արցախը մերժել է դա, հետեւաբար մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Ես արդեն 2 օր է անընդհատ իրենց այդ հայտարարությունը որակում եմ որպես պաշտոնական սուտ։ Եթե մինչ այդ մենք տարբեր ԿՊ-ականների բերանից, լրատվականների առաջ էինք լսում խրոխտ նման հայտարարություններ անելով, ստացվում է, որ այսօր կա արտաքին քաղաքականությունը վարող Հայաստանի Հանրապետության կառույցը կարող է արդեն պաշտոնապես ստել։ Ինչու՞։ Որովհետև 2020 թվականից հետո մասնավորապես արդեն շրջափակման ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներից տեղեկանում էինք, որ հնարավոր է նախատեսվի հանդիպում ադրբեջանցիների եւ արցախցիների միջև։ Իդեպ այն ժամանակ մենք իհարկե մեր կարծիքը հայտնել ենք, որ նման ձևաչափը լի է վտանգներով, երբ խոսվում է երկխոսության մասին եւ անհայտ է դա այդ հարթակը որ երկրում է լինելու, ի վերջո վկա լինելու է այդ հանդիպման ժամանակ, թե ուղղակի դա լինելու է երկխոսություն, որտեղ ադրբեջանական կողմը հերթական ճնշումն է իրականացնելու։ Բայց նույնիսկ այդ պարագայում Արցախյան կողմը երբեք միջնորդավորված, չմիջնորդավորված վկաներով առանց վկաների որևէ առաջարկ հանդիպումների չի մերժել, չի եղել։ Եվ դա նաև շարունակվել է արդեն այն դեպքում, երբ Սամվել Շահրամանյանն էր Արցախի Հանրապետության նախագահ եւ մեր միակ ցավոք սրտի, որտեղ պարոն Շահրամանյանը շատ կարճ մի քանի օր հասցրեց Արցախի հողի վրա նախագահ իր լիազորությունները կատարել, մեզ օրինակ ինքը հայտարարեց, որ եթե լինի հնարավորություն նույնիսկ երկխոսության ինքը գնալու է անկախ նրանից դա մեզ դուր կգա թե չի գա եւ նաեւ հայտարարեց որ եթե կարիքը լինի եւ նույնիսկ այդ հանդիպումը տեղի ունենա Բաքվում առաջարկ ինքը պատրաստ է նույնիսկ դրան գնալու միայն թե կարողանա ժողովրդին եւ ծանր շրջափակման փուլից դուրս բերելու եւ հետագա անվտանգային ինչ որ երաշխիքներ ստանալու համար եւ ես ասեմ որ որևէ մեկը չի եղել նախաձեռնող, որպեսզի տեղի ունենան հանդիպումներ։ Նորից եմ կրկնում, նույնիսկ այն պարագայում, երբ որ մենք շատ լավ հասկանում, գիտակցում ու տեսնում էինք, նաև դրանից հետո կամ դրանից բխող հետևանքները ոչ լավ առումով։ Այնպես որ իրենք, ես կարող եմ վստահաբար ձեզ ասել, որ այո, իրենք կարող են պաշտոնապես նամակի պատասխանել կամ հայտարարել եւ դրա մեջ դա ամբողջովին ողողված լինի ստով ու կեղծիքով։ Մի շարք միջազգային երկրներ հետաքրքրված են արցախցիների իրավունքի վերադարձով, նաև այս մասով ձեր աշխատանքներն են հասել որոշակի նպատակների, որ խնդրեմ այս մասով էլ կմեկնաբանեք Շվեյցարիայի վերին եւ ստորին պալատներն ընդունեցին։ Շատ լավ, իհարկե դա երևի թե կարևորագույն գործընթաց է, որ իրականացվում է, որովհետեւ հասկանալի է նոր տեղահանված բռնի տեղահանումից հետո երբ մենք այստեղ շատ ուժեղ բռնաճնշումների էինք ենթարկվում ամենասկզբնական շրջանում մի փոքր դժվար էր պատկերացնելը այս իշխանությունների ներկայության կամ գոյության պայմաններում մեր գործունեության ծավալումը, որովհետև եթե քո ձայնը չի հասցնելու իշխանությունը կամ չկա համատեղ աշխատանք, համագործակցություն, հետեւաբար անհասկանալի էր ինչ պիտի անեինք եւ այո այդ ժամանակ շատ լավ հրաշալի միտքեր ստեղծել հանձնախումբ, որը ճանաչելի է, ընդունելի է միջազգային շատ
հարթակներում, կառույցներում, երկրներում եւ հանձնախումբը կարողանար աշխատանքներ տաներ եւ ներկայացներ Արցախի ժողովրդին Արցախի ազգային ժողովի լիազորմամբ։ Ստեղծվեց հանձնախումբը պարոն Օսկանյանի, Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, այնտեղ ներառված են բավականին ճանաչում ունեցող, դերակատարություն ունեցող տարբեր երկրներում մեր հայրենակիցները, նաև Հայաստանի Հանրապետությունից մասնագետներ, նաև Արցախի Հանրապետություն, այսինքն լուրջ տեղի մասնագիտական խումբ է, որը նաև ճանաչում ունի դրսում։ Եվ սկսվեցին աշխատանքները։ Իդեպ սկզբում մենք բոլորս մի փոքր թերահավատ էինք, որ դա ինչ-որ արդյունք ունենալու է, բայց ամենասկզբում մտածում էինք, որ գոնե սա հնարավորություն է խոսել Արցախի մասին, թեկուզ ամենա ինչ-որ ցածր վայրերում միջազգային, բայց խոսել այդ մասին։ Երբ առաջին շրջափուլը անցավ եւ հանդիպում տեղի ունեցավ մեր հանձնախմբի հետ, ի զարմանս մեզ բավականին շատ դրական ինֆորմացիայով էին իրենք եկել եւ ավելի ոգևորված հետագայում աշխատանքները կատարելու եւ շատ կարեւորում էին, որ այո, միջազգային հանրության մոտ այդ ընկալումը, որ կան այսպիսի ըստ էության վտարանդի կառավարություն կամ կառավարություն, որը իր հենց տարածքում չի իր պարտականությունները իրացնում, պարտավորությունները, դա եւս գործընթացին այսպես դրական է ազդում։ Այնուհետև իհարկե այդ աշխատանքները ավելի լայնացան, մեծացան, բոլորս ներգրավեցինք այն առումով, որ սկսվեց աշխատանքը թե հանձնախմբի, թե մեր յուրաքանչյուրի, դա կլինի առանձին ռեսուրս, դա կլինի ընդհանուր ռեսուրս, բայց մեր Սփյուռքի հայրենակիցների հետ աշխատանքը, որը հավատացեք, հիմա այս փուլում երևի թե ինձ համար համենայն դեպս չգիտեմ մյուսների ամենակարևորն է, որովհետև մենք Սփյուռքի դերակատարությունը երբեմն կամ շատ ժամանակ ճիշտ չենք գնահատել ու ճիշտ չենք դիտարկել, իսկ վերջին ժամանակներում երևի դիտարկել ենք որպես զուտ ֆինանսական աղբյուր, բայց ես ասեմ մեր հայրենակիցները Սփյուռքում բավականին այսպես նախընկալում ունեն այդ երկրներում, որտեղ կան, երկրորդ այդ համայնքները, իհարկե այս իշխանությունները փորձում են այնտեղ եւս այդ պառակտումը մտցնել, բայց այն խելամիտ, խելացի հայրենիքով ապրող հատվածը որևէ կերպ չի տրվում այդ սադրանքներին եւ սկսվեցին աշխատանքները նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Շվեյցարիան դրա լավագույն օրինակն է, չնայած էլի ունենք բավականին շատ ունենք արդյունքներ տարբեր, թե հայտարարությունների ձևով, թե ասելու ձևով, թե փորձելու ինչ-որ լծակներով ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, շատը, ասեմ, շատ դեպքերում չի էլ հանրայնացվում, որտեղ Ադրբեջանի կողմից անմիջապես սկսվում են նաև ճնշումները, բայց Շվեյցարիայի պարագայում դա ինձ համար ամենայն դեպս հաղթանակի արդեն մեծ մասն էր, որ տեղի ունեցավ այն առումով, որ Ստորին պալատը ընդունեց, դա շունչ քաշեցինք, բայց հասկանում էինք, որ կար ավելի բարձր ու ավելի կարևոր ընթացք, որ դեռ պիտի անցնենք, եւ երբ մարտին արդեն մարտ ամսին 18-ին արդեն վերին պալատը ընդունեց բանաձևը, որ արցախցիների իրավունքի, վերադարձի իրավունքի մասով, դուք հետո երևի տեսել եք նաև ռեպորտաժները, երբ անդրադառնում են պատգամավորները Շվեյցարիայի Հայաստանի իշխանությունների պահվածքին, դիրքորոշմանը եւ իրենք հենց դիտարկում են, իդեպ այսօր նաեւ BBC թղթակցի լայն հոդվածում կար այդ դիտարկումը, որ արցախցիներին լավ չեն դիտարկում Հայաստանի Հանրապետությունում, այսինքն չեն զբաղվում արցախցիների իրավունքի հարցով եւ այդ ընկալումը արդեն ստացվում է, որ կա նաեւ միջազգային հանրության մեջ փաստ այո Շվեյցարիայի պատգամավորների խոսքում ասվածը դիվանագիտական ճիշտ աշխատանքի արդյունք։ Այո, եւ ես ասեմ, որ Շվեյցարիան այն յուրահատուկ երկրներից է, որ խորհրդարանի որոշումը գնում է գիտություն կառավարության համար, այսինքն դա պիտի այդ ուղղությամբ կառավարությունը արդեն քայլեր ձեռնարկի, այսինքն գործնական փուլ է մտնելու այդ որոշումից հետո։ Ես գիտեք, համարում եմ սա իրականում հաղթանակ, որովհետև փոքրիկ ուժերով
առանց դիվանագիտական խողովակների հասնել նման հաջողության եւ նաեւ հիմա զուգահեռ հանձնախումբը նաեւ այլ երկրներում է նման աշխատանքներ տանում հաղթանակ համարելով ես նաեւ գիտակցում եմ որ սա չի կարող դառնալ բանակցային գործընթաց որտեղ կարող ենք մենք եւ չգիտեմ մեկ այլ կառույց որոշել ինչպես է գնում օրինակ արցախցին հետ Ինչու, որովհետև սրա համար լուրջ բանակցային գործընթաց է պետք, որտեղ պիտի ներառված լինեն եւ այդ բանակցային գործընթացը վարողը պիտի լինեն Հայաստանի իշխանությունները։ Այս իշխանությունների օրոք հասկանալի է, որ դա բացառված է։ Եվ հետեւաբար, մինչ ազգային իշխանություններ ունենալը, մենք այս ձևաչափով կարողանում ենք տակ պահել Արցախի հարցը, արցախցիների իրավունքի հարցը եւ նաեւ այդ գիտակցումը, ոչ միայն գիտակցում, այլ ինքը ձևավորվում է որպես օրակարգային հարց հետագա բանակցային գործընթացի համար։ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ որ հայտարարել է բռնի տեղահանումից հետո կարող են վերադառնալ եւ ապրել Արցախում։ Արցախցին ինչ կարգավիճակով այնուամենայնիվ կվերադառնա Արցախ եւ կապրի այնտեղ։ Գիտեք, այստեղ երկու պատասխանի տարբերակ կա, պատասխանի երկու տարբերակ կա։ Արցախցիների դիտարկումները հստակ են եւ ես տեղեկացված եմ, որովհետեւ մեր Արդարություն եւ վերադարձ հասարակական կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում մենք հանդիպումներ ունեցանք արցախցիների հետ, որտեղ տրվում էին հարցեր, հատուկ աշխատանքային խումբ կար, թիմ կար, փորձագետների եւ արցախցիները այդ իրենց հստակ պատկերացումները ասում էին այդ ուղղությամբ եւ եթե ես դա ամփոփեմ եւ դարձնեմ արցախցիների հավաքական միտք, որովհետեւ դա տարբեր մարզերում արցախցիներին էր, այնուհետև դա դարձավ մի բավականին մեծ փաստաթուղթ, ինչը հետագայում նաև կարող է այո բանակցային գործընթացում ինքը հիմքել լինել։ Արցախցիները հետևյալն է դիտարկումները, որ մենք գիտակցում ենք, որ միգուցե ի սկզբանե հնարավոր չէ, հա, մեր պատկերացրած Արցախը վերադառնալ, այսինքն ազատ, անկախ, ճանաչված ամբողջ աշխարհի կողմից, բայց վերադարձը միանշանակ է ցանկությունը, իսկ պայմանը հետևյալը, որ մեր հարևանությամբ չպիտի լինի ադրբեջանցի եւ այն տարբերակները, որ համակեցություն, միասին, դա բացառված է։ Հաջորդը պիտի լինեն հստակ անվտանգային երաշխիքներ, ոչ թե թղթի վրա գրված, այլ հողի վրա մեզ հետ մեր կողքը այդ երաշխիքները։ Սա արցախցիների դիտարկումները։ Իսկ իրականում ինչպես դա կարող է լինել, երբ մենք ունենանք ազգային իշխանություններ, Հայաստանի Հանրապետություն, ոչ թե ապազգային, այլ ազգային, եւ այդ բնական է, որ ազգային իշխանությունները գիտակցում են, որ խոսել քո ժողովրդի իրավունքի մասին եւ դա դարձնել բանակցային գործընթացի թեմա, միայն այդ կերպ դու կարող ես քո պետության անվտանգությունը ապահովել, ոչ թե թղթի կտորով, որի անունը դրել ես խաղաղության օրակարգ։ Եվ հետեւաբար նաեւ այդ բանակցային գործընթացով, որ դու կկարողանաս իրական խաղաղություն բերել քո ժողովրդին։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ մենք բոլորս ենք հասկանում, որ այս իշխանությունների բերած թեզերը խաղաղության մասին դրանք կեղծ են, դատարկ են, փուչ են, ինչու, որովհետեւ եթե կա 160,000 հայ, ես ինչ եմ ասում 160,000, որովհետեւ 40,000-ն էլ 20 թվականին են բռնի տեղահանվել, եթե կա 160,000 հայ, ով ենթարկվել է էթնիկ զտման, ով զենքի ուժի ներքո բռնի տեղահանվել է ցեղասպանության վտանգի ներքո իր բնորանից, իր ողջ կյանքի ընթացքում եւ իր սերունդների միշտ մի միտք է լինելու վերադառնալ եւ ինքը ամեն բան անելու է, սա 21-րդ դարն է եւ մենք յուրաքանչյուրս ամեն բան անելու ենք մեր տուն վերադառնալու համար եւ երբեւե չեմ համակերպվելու ոչ չգիտեմ լավ, ավելի բարեկեցիկ կյանքի խոստումներին որևէ բանի, այլ մենք վերադառնալու ենք մեր հայրենիք։ Այսինքն հետեւաբար չի կարող լինել, հա, ինչ որ եթե դու գերիներ ունես, խաղաղության մասին խոստնել չի կարող։ Հետեւաբար, եթե մենք ունենանք ազգային իշխանություններ, մենք ունենալու ենք բանակցային գործընթաց, որտեղ կարմիր թելով գնալու է
արցախցիների վերադարձի իրավունքը։ Իսկ մնացածը ինչպես, հա, ավելի հստակ դա կարող է տեղի ունենալ միայն բանակցային գործընթացի ժամանակ։ Ինչպես եք պատկերացնում այդ բանակցային գործընթացների շարունակականությունը, երբ հայաստանյան իշխանությունները միջազգային գանգատներն են հետ կանչում, այսպիսով արդարացնելով Ադրբեջանի նախագահի բոլոր ոճրագործությունները կատարված Արցախում, Հայաստանի Հանրապետության սահմաններում իրականացրած այդ ռազմական գործողությունները, օկուպացիաները, ինչպես եք պատկերացնում։ Այո, իրենք իրենց այս բոլոր քայլերով, այդ պահանջների կատարումով, հիմնականում միջազգային դատարաններից, ատյաններից գործերի հետ քաշումը, դա միանշանակ իրենք լեգիտիմացնում են այն բոլոր վայրագությունները, որ գոնե ակնհայտ 20 թվականից արել է Ադրբեջանը առ այսօր եւ շարունակում է անել, արել է Արցախում, հիմա շարունակում է անել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ դրա համար եմ ես ասում, որ շատ դժվար է լինելու, եթե իրենք այդտեղ հաջողեցին, եթե իրենք հաջողեցին Մինսկի խումբը ցրելը միացան Ադրբեջանի եւ դա էլ արեցին, շատ ծանր է լինելու, շատ դժվար է լինելու, բայց ոչ անհնար։ Իհարկե ոչ իրենցով։ Բոլոր իմ թվարկած, այսինքն բանակցային գործընթացի ընթացքում արցախցիների վերադարձի իրավունքի օրակարգային հարց, այդ ամենը ունենալու համար մենք չպիտի ունենանք այս իշխանություններին։ Այս իշխանություններին չունենալու պարագայում մենք կարող ենք ունենալ մնացածը։ Հիմա հերթը մերն է։ Ընտրում ենք այս իշխանություններին եւ չենք ունենում խաղաղություն, չենք ունենում անվտանգություն, չենք ունենում բարեկեցիկ կյանք, ես իդեպ սա որ ասում եմ, ի նկատի չունեմ միայն արցախցիներին, ես ի նկատի ունեմ հային ամբողջությամբ եւ Հայաստանի Հանրապետությունը։ Թե չենք ընտրում այս իշխանություններին, ընտրում ենք այդ մնացածը։ Ընտրությունը մերն է։ Նշենք նաև, որ օրերս էլ հետախուզումը հետ վերցրեցին Արցախում իրականացված մի ոճրագործության պապիկի վիզը, որ կտրել էր այդ անձի նկատմամբ հետախուզումը Հայաստանի Հանրապետությունը հետ կանչեց։ Եթե մենք դիտարկենք այս ամենը ու նաև երբեմն լսենք ինչ է ասում, ինչպես է հոխորտում Ադրբեջանի բռնապետը, օրինակ օրեր առաջ ասում էր, որ 17 պահանջները Ադրբեջանի Հայաստանի իշխանությունները ընդունել են։ Իհարկե Հայաստանի իշխանությունից որևէ պատասխան չկար այդ ուղղությամբ, բայց Հայաստանի իշխանությունները ինչպես են ներկայացնում, փող զիջում, չկա որևէ զիջում։ Ադրբեջանը դա որակում է որպես պահանջ 17 կետերը, Հայաստանը այլ կերպ է ներկայացնում։ Ես հակված չեմ, իհարկե, ես չեմ ուզում ասել, որ ինձ համար այսպես իգիտություն է ընդունվում Ադրբեջանի բռնապետի ասածը, որովհետև մենք անցել ենք այդ ճանապարհը ու շատ լավ գիտենք իրենք ինչպես են աշխատեցնում իրենց քարոզչա մեքենան, բայց ես նույն հաջողությամբ չեմ հավատում Հայաստանի իշխանությունների, որովհետև մենք 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անդադար այդ կեղծիքը, այդ սուտը, որ տարածվում էր նույնիսկ մենք Ստեփանակերտում ինչ որ գործընթաց տեղի էր ունենում, մենք տեսնում էինք մեր աչքով, բայց քարոզչա մեքենան այնքան ուժեղ էր աշխատում Հայաստանի իշխանությունների, որ նույնիսկ մենք տեղում սկսում էինք կասկածել, արդյոք մենք ճիշտ ենք տեսնում, թե ամեն դեպքում ճիշտ է Հայաստանի իշխանությունների այդ քարոզչա մեքենայի ասածը, հա։ Եթե ես այս ամենը ընդհանուր դիտարկեմ, ապա մենք ունենք մի երևույթ։ Պահանջը Ադրբեջանինն է, պայմանները թելադրում է Ադրբեջանը, ի կատարյացում Հայաստանի իշխանությունը։ Մնայք կռվեիք Ալեն Սիմոնյանի հորդորներ Արցախցի լրագրողին, Հայաստան-Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեց Հայաստանի Հանրապետության վարչապետը, կռվելու դեպքում արդյոք Հայաստանի Հանրապետությունը կողքներ Արցախցու, որպեսզի կարողանար այդ դիմակայել 120,000-ը դիմակայեն, չգիտեմ, անթիվ զորքի դեմ ադրբեջանական դրան գումարած մուսուլմանական ահաբեկիչները։ Գիտեք, 44 օրյան մենք փաստում ենք, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւս փաստել է, որ դա Ադրբեջանը չէր միայն, դա թուրք-ադրբեջանական զույգներ, տանդեմներ, այսպես ասած, հա, եւ ըստ էության
մենք բոլորս պատերազմում էինք այդ տանդեմի դեմ։ Դա մի հզոր ուժի դեմ։ Անտիվահաբեկիչներ։ Գումարած նաև ահաբեկիչներ, այո։ Սեպտեմբերի 19-ին որևէ բան չէր փոխվել 2023-ի, այսինքն հարձակումը արդեն այդ մի փոքրիկ Արցախի 120,000-անոց։ Հաշվի առնենք, որ այդ 120,000-ից մի մասը կին եւ մեծ մասը տարեցներ էին եւ երեխաներ էին, ինչպես ճիշտ պետք է է կրվեին։ եւ մոտ 10 ամիս տևած շրջափակումից հետո նաեւ, հա։ Եթե մենք այս ամենը նկարագրում ենք, ու նկարագրում ենք ու փաստում ենք այն հանգամանքը, որ Արցախը մենակ էր մնացել։ Իր այդ կարճ մի քանի տասնամյակ անկախ եղած ժամանակահատվածում առաջին անգամ Արցախը մենակ էր մնացել։ Արցախն ու արցախցին մենակ էին մնացել։ Եվ 1 օր, 1 ժամ, ես հաշվել եմ 25 ժամ է տևել։ 25 ժամ տևած պատերազմում, թուրք-ադրբեջանական պատերազմում արցախցին հաղթեց։ Հաղթեց, որովհետև ինքը չի ընկրկել։ Ինքը ընկրկելու ժամանակ ուներ 10 ամիս շարունակ տևած շրջափակման ընթացքում։ Իսկ ով ասեց, որ մենք չէինք կարող ռուս խաղապահների ուղեկցությամբ դուրս գալ։ Կային չէ դուրս եկողներ։ Բայց մնաց չէ 120,000-ը։ Մենք դուրս չեկանք եւ գիտակցում էինք, որ դա պատերազմ է։ Հետևաբար ինչն էր խանգարում կամ ինչու մենք պիտի այդ մի օրվա ընթացքում ինչ որ այլ պատկերացումներ ունենայինք։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ասում են, որ արցախցին չի կռվել, արցախցին փախել է կամ Ալենը, հա, Ալենը, ինչպես ասում են, մնայիք կռվեիք, գիտեք, չգիտես լաց թե խնդաս, որովհետև ուղղակի դու այդ մարդու կերպարն ես պատկերացնում։ Դու հասկանում ես, որ վաղը մյուս օր եթե ինքը հայտնվի նման իրավիճակում, ինքը փախնելու է, ասեմ ինչու։ Որովհետև ինքը լավ չի պատկերացնում, որ դիրքերում սեպտեմբերի 19-ին յուրաքանչյուրը կռվելիս 18-ամյա պատանյակից վերջացրած մինչև ամենատարեց զինվորը կամ կամավորականը, ով թեկուզ տնից իր զենքը վերցրել ու գնացել էր, իրենք շատ լավ գիտեին, որ իրենց թիկունքում իրենց ընտանիքն է, իրենց երեխան, կինը, մայրը, բայց ոչ Հայաստանը։ Դա-ի նկատի չնում, այսինքն իրենք դա պիտի պաշտպանեն։ Իրենք կռվում են, որովհետև իր հետևում նաև իր ընտանիքն է, ինքը պիտի պաշտպանի իր ընտանիքին։ Հետևաբար, այդ ոնց է փախել, այդ ոնց չի կռվել։ Այլ բան է, որ նորից եմ կրկնում, ալենները, մյուսները, ովքեր նման արտահայտություն են անում, այո, իրենց համար մեկ է լինելու, որ իրենց թիկունքում իրենց ընտանիքն է, եւ իրենք փախնելու են, որտեղ մարդը հստակ ասեց։ Բայց այնտեղ որևէ մեկը չէ, եւ գիտեք, իրականում անբարոյականություն է խոսել արցախցիների մասին, կանանց երեխաներին չպատերազմելու մեջ։ Այո, գիտեք, իրականում ես այստեղ ինչու եմ տարանջատում, ինչու եմ ասում կոնկրետ արցախցիներին, նորից ցեք նախադասությունը անբարոյականություն է։ Այո, անբարոյականություն է վերջո խոսել նման կերպ կամ բնութագրել նման կերպ արցախցիների համարյա 1 տարի տևած տառապանքը, կոնկրետ 2022-ի շրջափակման սկսելուց մինչև բռնի տեղահանումը եւ դրանից հետո նաեւ, ինչու, որովհետեւ ես ինչու եմ նշում արցախցին, որովհետեւ իրականում այո, այդտեղ այդ պահին մենակ էր արցախցին եւ ինչ անում էր ինքն էր անում, չկար աջակցություն, չկար օգնություն, որովհետեւ կերպ ոչ մի տեսակի չկար։ Ինչու եմ ասում անբարոյականություն է, որովհետեւ մի վարքյան անգամ չընկրկեց արցախցին։ Մի վարքյան անգամ չմտածեց իր սեփական կյանքի փրկության մասին։ Եթե դուք տեսնեիք իրականում մենք ինչքան էլ պատմում ենք, ցավոք սրտի խոսքերը չեն կարող փոխանցել այն, ինչ որ տեղի է ունենում 10 ամիս, տեղի է ունեցել 10 ամիսների ընթացքում, տեղի է ունեցել շրջափակման ընթացքում Արցախում, տեղի է ունեցել այդ 1 օրյա պատերազմի, տեղի է ունեցել այդ բռնի տեղահանման ընթացքում։ Եվ հետևաբար, այո, անբարոյական են մարդիկ, ովքեր թիրախավորում են հանուն հայրենիքի իր վերջին կաթիլը տված արցախցուն։ Եվ այս պարագայում ես ասեմ ձեզ, արցախցին հաղթել է։ Արցախցին հաղթել է իր այդ 10 ամսվա շրջափակման մեջ մնալով, իր 1 օրյա պատերազմով, իր
չհարմարվելով ադրբեջանական դրոշի տակ ապրելուն եւ ցավը սրտում լքելով իր տունը արցախցին հաղթել է, պարտվել են ալենները, պարտվել են ադրբեջանցիները, պարտվել են բոլոր հակառակ կերպ մտածողները։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան։ Հիշեցնեմ, որ Ազատ հարթակի հյուրն էր Արցախի հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։